170 միլիոն կանանց ախտահարած պոլիկիստոզ ձվարանային համախտանիշը դադարում է գոյություն ունենալ։ Իրականում ոչ թե դադարում է, այլ վերանվանվում է պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշ։ Որն է պատճառը։ Նոր անվանումը հնարավորություն է տալիս բժշկին կենտրոնանալ ոչ միայն ձվարանների, այլ նաև ուղեկցող խնդիրների, ինչպիսիք են պոլիէնդոկրին մետաբոլիկ խանգարումները, որոնք դիտվում են պոլիկիստոզ ձվարանային համախտանիշի ժամանակ։ Այն հնարավորություն կտա կանանց ևս ավելի տեղեկանալ մի շարք խնդիրների մասին, ինչպիսիք են հետագայում շաքարային դիաբետի, ճարպակալման, սիրտ-անոթային համակարգի կողմից որոշակի հիվանդությունների ռիսկի բարձրացումը։ Բացի դրանից, բուժումը կլինի համալիր, ուղղված ոչ միայն հղիության արձանագրմանը կամ ցիկլի կարգավորմանը, այլ նաև ուղեկցող խնդիրների համալիր բուժմանը։ Բժշկությունը ևս շատ արագ զարգանում է և անընդհատ ենթարկվում է փոփոխությունների։